Մոլորակները պտտվել են Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի յուրահատուկ ստեղծագործությունը «Մոլորակները» սյուիտը։ Գործի յուրաքանչյուր մաս խորհրդանշում է մի մոլորակ, համերգը ղեկավարել է դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում եւ Գավառում անցկացվել է թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը։ Փակման արարողությունը տեղի է ունեցել Կասկադ համալիրի տարածքում։ Ֆրանսիացի արտիստ Յոան Բուրժուան հանդես է եկել իր հայտնի կախման կետին մոտենալու փորձեր պերֆորմանսով։ Ներկայացվել է նաև հիփ-հոփ աստղ խորեոգրաֆ Կադեր Ատուի բեմադրած պրելյուդ պարային ներկայացումը։ Փառատոնի օրերին տեղի են ունեցել նաև հանդիպումներ հրավիրված արվեստի գործիչների հետ, անցկացվել են վարպետության դասեր։ Թեատրոն փառատոնի համահիմնադիրը Սաթե Խաչատրյանն է։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Վաչե Շարաֆյանի Աբու Լալա Մահարի օրատորիայի պրեմիերան։ Ստեղծագործությունը նվիրված է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Օրատորիան խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործություն է։ Բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է։ Նախագծին աջակցել են Երևանի քաղաքապետարանն ու Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պրեմիերա է ներկայացրել։ Լռությունից հնչյուն խորագրով համերգի շրջանակում նվագախումբը կատարել է հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Կոնչերտո գրոսո համար 3 ստեղծագործությունը։ Այն գրված է ջութակի, դաշնամուրի նվագախմբի ու կլավեսինի համար։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Գրիգոր Առաքելյանը, որպես մենակատարներ հանդես են եկել ջութակահարուհի Անի Աղաբեկյանը եւ գերմանացի դաշնակահարուհի Սոնդրաուտ Շպայդելը։ Համերգի առաջին մասում նվագախումբը կատարել է Մոցարտի ստեղծագործություններից։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եզրափակել է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հնչել է 3 ստեղծագործություն։ Նվագախումբը կատարել է Երվանդ Երկանյանի «Ձոնը», նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին։ Հանդիսատեսն ունկնդրել է Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի կոնցերտը մենակատար Եվա Գևորգյանի կատարմամբ, ինչպես նաև Ֆրանց Լիստի Ֆաուստ սիմֆոնիան տենոր Տիգրան Մելքոնյանի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգը ղեկավարել է Էդուարդ Թոփչյանը։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի Պարի պետական անսամբլը նոյեմբերի 11-ին ժամը 19-ին հանդես կգա «Պարում է Պարի պետականը» համերգային ծրագրով։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անսամբլը կներկայացնի սիրված ու սպասված հին եւ նոր պարային բեմադրություններ։ Նոյեմբերի 10-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի համերգ, որի ծրագրում ընդգրկված են Յոհան Սեբաստիան Բախի, Ֆելիքս Մենդելսոնի եւ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղծագործությունները։ Համերգի մենակատարն է համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը։ Համերգը կղեկավարի գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։ Նոյեմբերի 13-ին նկարիչների միությունում կբացվի նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանի «Արևն իմ մեջ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Նա ուսանել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտում, աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում ու մի շարք երկրներում։
Նկարչուհին մասնավոր ընկերություններում դիզայնի աշխատանքներ է արել։ Հռիփսիմե Մարգարյանը դասավանդում է ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում։ Ակունք պետական ազգագրական համույթը հանդես կգա հայկական էթնոգրաֆիա համերգային ծրագրով։ Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 16-ին ժամը 19-ին Առնո Պապաջանյան համերգասրահում։ Համույթը հրավիրում է նորովի բացահայտելու հայոց ազգագրությունը, մեր ժողովրդի մշակույթը, կենցաղը, սովորույթները, ազգային առանձնահատկություններն ու երաժշտությունը։ Նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը։ Նա հանդես է գալիս աշխարհի առաջատար նվագախմբերի հետ, ներկայանում է համարձակ նախագծերով։ Ծրագրում ներառված է Թոմաս Դեր Հարթմանի սյուիտը, Ալվան Ծաղիկը բալետից, Մոցարտի դաշնամուրի կոնցերտը և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան։